10 տարի անց լրջագույն ազգային անվտանգության խնդիր ենք մենք ունենում։ Խոսքը թմրամոլության մասին է, մենք 0 հանդուրժողականություն ենք ցուցաբերելու սրան, օրենսդրական խիստ մոտեցում ենք ցուցաբերելու, արգելելու ենք գովազդը ամբողջությամբ, եւ ես ուզում եմ ձեզ վստահեցնել, ես չգիտեմ անկեղծ ասած մարզերում պատկերի ինչպիսին է, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ իրավիճակը Երևանում իսկապես խայտառակ է եւ պահանջում է արմատական մոտեցումներ, հատվածական լուծումներով խնդրին ամբողջական եւ համապարփակ լուծում մենք տալ չենք կարող։ Ես ձեզ ընդհանրապես մի թիվ եմ ուզում բերել խաղամոլության հետ կապված, որը էլի լրջագույն խնդիր է։ 2008 թվականին օրինակ, 18 թվականին ներողություն օրինակ, խաղադրույքների գումարը եղել է 422 միլիարդ դրամ։ Դուք կարող եք պատկերացնել, թե 2025 թվականին որքան է կազմել այդ գումարը։ 4 տրիլիոն դրամ։ Այդքան ավելացել է խաղադրույքների գումարը։ Պետք է սահմանվեն կոնկրետ սահմանաչափեր, պետք է որոշակի քարտերից հնարավոր չլինի իրականացնել խաղադրույքներ եւ առհասարակ ես կարծում եմ, որ այսօր խաղատները մտել են յուրաքանչյուրի տուն, մտել են յուրաքանչյուրի հեռախոս եւ մարդիկ պետք է իրենց գումարները, մենք նաեւ իրենց պետք է օգնենք, իրենց գումարները ծախսեն իրենց ընտանիքների եւ իրենց բարեկեցության համար։ Սրանք կարևոր հարցեր են, որոնք լինելու են մեր ուշադրության կենտրոնում ոչ պակաս, քան անվտանգային ազգային հարցերը։ Շնորհակալ եմ։